Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկու խոսքով 2015-ին Եվրամիությունն ու Հայաստանը ավելի մոտ կլինեն միմյանց։ Ազատության հետ զրույցում Օրլովսկին նաև կարծիք հայտնեց, որ արևելյան գործընկերության գալիք տարվա Ռիգայի գագաթնաժողովում Բրյուսելն ու Երևանը կհասնեն ընդհանուր նպատակների։ Հատկանշական է, որ Երևանը Լեհաստանի նորանշանակ փոխարտգործնախարարի արտերկրյա այցելության առաջին վայրն էր, եւ սեպտեմբերի 16-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել, ինչպես հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության վերաբերյալ։ Ազատության հարցին հնարավոր համարում եք, որ առաջիկայում Հայաստանն ու Եվրամիությունը ավելի մոտ լինեն միմյանց, Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկին պատասխանեց. Certainly yes. In many respects. Իհարկե այո, շատ առումներով դա կախված է այն ճանապարհից, որը որդեգրել են Հայաստանի իշխանությունները։ Ես կասեի, դա կախված է այն հարցից, թե որքան արագ Հայաստանը կնախապատրաստի նոր պայմանագիրը ու կներկայացնի Եվրամիությանը, որքան խորը այդ պայմանագիրը կլինի։ Չնայած դեռ վաղ է խոսել այդ մասին, կան շատ օբյեկտիվ գործոններ, սակայն ամեն դեպքում մենք համոզված ենք, որ մյուս տարի մենք, Հայաստանն ու Եվրոպան ավելի մոտ կլինենք միմյանց։ But in any case, we are quite sure that we will be closer next year, Armenia and Europe. Կարող ենք ասել, որ Եվրամիության նախագահի պաշտոնում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի ընտրվելը դրական ազդեցություն կունենա Բրյուսել-Երևան հարաբերությունների վրա, դիմեցին Օրլովսկուն։ Հիշեցնեմ, օգոստոսի 30-ին Լեհաստանի այլևս նախկին վարչապետ Տուսկը ընտրվեց Եվրամիության նոր նախագահ եւ այս դեկտեմբերի 1-ին նա կփոխարինի Հերման Վան Ռոմպոյին։ Donald Tusk was nominated president of European. Դոնալդ Տուսկը առաջադրվել է Եվրամիության նախագահի պաշտոնում, նա չի ներկայացնելու Լեհաստանը, նա չի լինելու լեհական շահերի ներկայացուցիչը Եվրոպական խորհրդում, սակայն փաստը, որ Եվրամիության անդամ 28 պետությունների ղեկավարները որոշեցին Լեհաստանի վարչապետին առաջադրել Եվրամիության նախագահի պաշտոնին, սա Եվրոպայի հստակ ուղերձն է, որ ավելի զգայուն է արևելաեվրոպական հարցերի նկատմամբ։ It is a clear message. Europe is more sensitive to Eastern European issues. Լեհաստանի փոխարտգործնախարարը շարունակեց. Next year we'll have the new rendezvous. Գիտեք, մյուս տարի մենք նոր հանդիպում ունենք արևելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում։ Չեմ կարող ասել, թե այդ գագաթնաժողովը ինչ արդյունքներ կունենա, բայց եթե մենք նախապատրաստում ենք մի նոր հանդիպում, հստակ է, որ մենք Հայաստանն ու Եվրամիությունը կհասնենք ընդհանուր նպատակների։ Preparing the new rendezvous, certainly we will approach Armenia and European Union common goals.